Սա 12.7 մմ տրամաչափի ստացիոնար կրակակետ է, ստեղծված NSVD գնդացրի հիման վրա։ Հնարավորություն է տալիս զինծառայողներին աննկատ ու գերճշգրիտ կրակ վարել հակառակորդի ուղղությամբ։ Պատկերացրեք, այս գտնվում է գետնի տակ։ Այս կարկասը ինքը չի լինելու վերջնական տեսքով, էլի կարկասը պրոստը ցույց է տալի իր կողքի հողը, որի մեջ ինքը թաղած է լինելու։ Ինքը բարձրանում է 70 սանտիմետր բարձրության վրա, որը թույլ է տալիս արդեն վարել կրակը առանց տեսնելու։ Բնականաբար ինքը ունի իր կառավարման վահանակը, ունի իր էկրանը, ունի իրան պատկանող կամերաները։ Այստեղից հնարավոր է հանել զենքը, փոխել մագազինը, անել անհրաժեշտ սպասարկումը ամբողջովին առանց նրա, որ քեզ հակառակորդը կտենա, то есть դու գտնվում ես այս մակարդակից ցածր միշտ, էլի։ Սա միտքը նրանում է, ոչ մեր ստեղծած ամեն ինչի, որ զինվորը ամենակիչ վտանգի ենթարկվի, էլի մինիմալացնել զինվորի վտանգը հակառակորդի կրակի կողմից։ Ստացիոնար կրակակետը լոկատոր ընկերության գաղափարն ու ստեղծագործությունն է։ Սա առաջին քայլն է, երկրորդ փուլում պետք է վերջնական տեխնիկական առաջադրանք ձևավորվի, որի հիման վրա կպատրաստվի այն, ինչն իրականում կկիրառվի բանակում։ Մենք միշտ ստեղծում ենք ինժեների տեսակետից, բայց միշտ չի, որ ինժեների ստեղծածը կարա կիրառվի բանակում։ Արդեն բանակը պետք է իր կորեկտիրովկաները մտցնի այս ամեն ինչի մեջ, որ մենք կարողանանք ստեղծենք այն ինչ որ գնալու է վերջնական։ 2007 թվականին ստեղծված ընկերության գործունեության հիմքում հեռակառավարումն է, սարքավորումների ստեղծումը եւ ծրագրային ապահովումը։ Ռազմաարդյունաբերական առաջին քայլը 2014-ին էր։ Այդ թվականից ընկերությունը ստեղծել է տարբեր դրամաչափի եւ կիրառման ստացիոնար կրակակետեր, փոքր թրթուրավոր բազմաֆունկցիոնալ պլատֆորմ եւ բնականաբար այդ ամենի համար էլեկտրոնիկա։ Լոկատորն այսօր գործակցում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական, պաշտպանության նախարարությունների եւ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ, հասկանալու համար ինչ խնդիրներ ունի բանակը եւ ինչով իրենք կարող են օգնել։ Այդ նպատակով անցած տարվա մայիսին մենք ստեղծել ենք ռազմաարդյունաբերողների միություն, Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերողների միություն, որի հենց միտքը նրանում էր, որ միավորել Հայաստանի ռազմաարդյունաբերողներին եւ ստեղծել հենց այն արտադրանքը, որը պետք է մեր բանակին։ Իսկ սա այն նույն թրթուրավոր բազմաֆունկցիոնալ պլատֆորմն է։ Սկզբում նախատեսված էր վիրավորներին մարտադաշտից տարհանելու համար։ Հեռակառավարվող ամենագնացն ունի այնպիսի հզորություն, որ պատգարակով մարդ տեղափոխելը նրա համար փոքրիկ խնդիր է, հաշվի առնելով այն, որ բեռնատարողությունը 300 կիլոգրամ է։ Փորձարկումների ընթացքում այն իր վրա կրել է գնդացիր, հակատանկային կայան, անգամ մեքենա է քաշել։ Պլատֆորմը բավականին հաջողված է ստացվել, որտեղ ինքը բարձրանում է մինչև 40 աստիճան բարձրություն սարերում փորձարկումներ մենք ինքներս անցկացրել ենք, տեղեր խնդիր չկա, իր վրա բեռով բնականաբար։ Մենք հիմա նախատեսում ենք եւս մի մոդել բաց թողենք իրա, որը որ կքայլի զինվորի հետևից, հենց ասում եմ, ինքը բեռնատարի դեր կտանի, երբ որ զինվորը գնում է մարտական դիրքեր, ինքը բավականին ծանր բեռ է իր հետ տանում։ Այդ բեռը թեթևացնելու նպատակով սարքավորում, որը ասենք կկախվի զինվորի գոտու վրա, ինքը միշտ պահելով 2 մետր դիստանցիա զինվորի հետևից կշարժվի։ Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ բանակ ունենալու անհրաժեշտությունը պարտադրում է կիրառել նոր մոտեցումներ, մշակել արդի ծրագրեր, քայլել ժամանակին համընթաց։ Պաշտպանության նախարարության եւ տարբեր գիտահետազոտական ընկերությունների համագործակցությունը հենց դրան է միտված։ Ժամանակակից սպառազինությունը նաեւ պաշտպանությունն է ամրացնում։ Նորագույն տեխնոլոգիաներ, ուրեմն ամուր առաջնագիծ, ապահով ծառայություն, անհրաժեշտության դեպքում գերճշգրիտ հակահարված։ Զավեն Մաթևոսյան, Մնացական Եփրիկյան, Արշակ Խաչատուրյան, Զինուշ։